Մի խումբ երիտասարդ ակտիվիստներ արդեն 2 շաբաթ բողոքի ցույցեր են կազմակերպում, պահանջելով դադարեցնել շինարարությունը Մաշտոցի պուրակում։ Բազմաթիվ են նրանց աջակցողները, բայց կան նաև որոշ քննադատություններ։ Հենց դրանց մասին էլ խոսելու ենք այսօր, քանի որ Ազատություն ռադիոկայանի հյուրերը բնապահպան ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանը, Վահրամ Սողոմոնյանը եւ Եղիան Ներսիսյանն են։ Իդեպ նշենք, որ նախնական պայմանավորվածության համաձայն հաջորդ շաբաթ մեր հյուրն է լինելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Եվ այսպես, հնչած հակափաստարկներից առաջինը։ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը վստահեցրել է, որ առևտրի այդ կրպակները ժամանակավոր բնույթ են կրում եւ տեղադրվելու են 2-3 տարով։ Դրանից հետո կրպակաշարը ապամոնտաժվելու է Հին Երևան ծրագրի շրջանակներում։ Համոզիչ է արդյոք ձեզ համար այս հակափաստարկը, խնդրեմ։ Գիտեք, ընդհանրապես Հին Երևան ծրագրի հետ այս ծրագիրը կապ չունի որևէ եւ փորձ են անում ինչ-որ արհեստական կապ ստեղծել այդ ծրագրի հետ։ Նարեկ Սարգսյանի հետ մեր հանդիպման ժամանակ եկել էր նաեւ Հին Երևան ուրեմն նախագծի հեղինակը Լևոն Վարդանյանը, որը սեղանի կողքին նստած էր եւ նա նույնիսկ խոսքը չհասավ նրան, որ ներկայացնի իր նախագծերը։ Մենք կարծում ենք, որ չկա կամք եւ չկա այն իրականացնողները, որ կիրականացնեն այդ ծրագիրը։ Այսինքն, որովհետև այնուհետև սկսեցին այլ պատճառաբանություններ գտնել այս կրպակների տեղադրումը արդարացնելու համար, եւ մենք արդեն բազմաթիվ գրությունների եւ համակագրության արդյունքում եզրակացրել ենք, որ քաղաքապետարանը պարզապես հապճեպ եւ սխալ որոշում է ընդունել, եւ այժմ փորձում են շատ տարբեր այլ հիմնավորումներով պատճառաբանել այս սխալ որոշումը, որն է հանրային այգու ֆունկցիոնալ նշանակության խեղաթյուրումը եւ հանրությունից իր հանրային տարածքի արգրավելը։ Ձեր գրագրությանը դեռ կանդրադառնանք, բայց չէ որ օրինակ հնչեց խոստումը Աբովյան փողոցը կրպակներից ազատելու վերաբերյալ եւ ահա այդ խոստումը կատարվեց։ Արդյոք սա հիմք չի տալիս, որ նաեւ հավատարժան համարվեն այս խոստումը, որ 2-3 տարի հետո այս տաղավարները չեն լինելու։ Ոչ հիմք չի տալի, դեպ Էդիկ Բաղդասարյանի հավաստման ոչ թե 2-3 տարով, այլ 28 տարվա վարձակալության ժամկետով է տրված այդ տարածքը, ու միայն Աբովյան փողոցից չի կրպակները տեղափոխվել, նաև ընդլայնվել է։ Այսել ենք ուզում նշել, մենք տեսնում ենք Միդիելիցա սրճարանը ոնց է ընդլայնվում նույն բուտիկներով, աջ եւ ձախ կողմերից, ամբողջությամբ այգին դառնում է առևտրի կենտրոն, այսինքն Երևանի կենտրոնը դառնում է առևտրի կենտրոն։ Հակափաստարկ երկրորդ։ Արդեն 30 տարի է ինչ այդ այգին, ինչպես նշում են, զիբիլանոց էր։ Ինչու որևէ մեկը հարց չէր տալիս, ինչու է զիբիլանոցը չեք սարքում այգի։ Իսկ այսօր այդ կրպակների շնորհիվ ասում են այգին գոնե կարգին տեսք կստանա։ Եղիա ինչպես եք վերաբերվում այս հակափաստարկին։ Նախ 30 տարի չի, մենք հենց այսօր ֆոտոցուցահանդես ենք կազմակերպում, նկարներ, որոնք 85 թվին արված, այսինքն 27 տարի առաջ, որը բացարձակ ակնհայտ երևում է այգին ինչքան բարվոք վիճակում է եւ բոլորը ֆանտաների համակարգը աշխատում եւ կանաչաշատ է ինքը։ Անկախությունից հետո այդ այգին մատնվեց այդ վիճակում, եւ դա չեմ կարծում քաղաքացիների պարտներ, դա քաղաքապետարանի ֆունկցիաներ չէ, որ այդ այգին բարվոք սարքեին, որը մեզ մեղադրում էին, երբ որ քաղաքապետը ներկայացուցիչ եկավ այգի, ասեց, այս այգին արդեն այգի չի, այսինքն իրանք մեզ էին մեղադրում դրանով, դա բացարձակ աղբանոց չէր, ընդհանրապես ընդամենը 3 նկարներ կան 93 թվի նույնիսկ արված այդ վատտայիների, որը լիքը ծառեր կտրվեց այդ այգուց, 3 հատ աղբաման կար եւ ֆանտաների համակարգը չէր աշխատում, դա չի նշանակում, որ դա աղբանոց էր եւ բոմժանոց էր դարել։ Շատ լավ։ Ուրեմն պնդում կա, որ Մաշտոցի պուրակում այս ընթացքում որևէ ծառ, որևէ ճյուղ, որևէ խոտ անգամ չի տուժել, ասում են թող բնապահպանները ցույց տան գոնե մի կոտրված ճյուղ։ Եղել էր այո այն ծառի պատմությունը, որի բետոնով արմատները բան, բայց անմիջապես պնդում են, որ քաղաքապետարանը շտկեց այդ վրիպումը։ Այս կապակցությամբ ձեր հակափաստարկները։ Գիտեք, սկզբում ասում են, որ կանաչ գոտու հաշվին շինարարություն չի արվում։ Այն դեպքում, երբ փաստը այն է, որ այսպիսի հաստ շերտով բետոն է լցվում կանաչ տարածքի վրա։ Հետո երբ որ դա հերկվեց, ասացին, որ ոչ մի ծառ չի վնասվում։ Երբ որ մենք ցույց ենք տալիս լուսանկարները, երբ ուրեմն ծառը պարզապես 1 դեցիմետր հեռավորության վրա բետոն է լցվում նրա արմատների մեջ եւ կրակ են վառում, մազութ են վառում այդ նույն ծառի մոտ, նույն ժամանակ ոստիկանությունը քաղաքապետարանի հետ մեկտեղ այդ որոշումն իրականացնելու համար հսկում է այդ շինարարությունը։ Ես կարծում եմ, սա պարզապես
չիմանալ է, թե այնտեղ այգում ինչ է կատարվում։ Եվ ցավում եմ, որ շատ մարդիկ նաև կարծիքներ են հայտնում, չլինելով կոնկրետ տեղում եւ չպատկերացնելով, թե ինչ է կատարվում։ Սա ինչ ասեմ, եթե մասնավոր սեփականությամբ է քաղաքապետարանը այս ամեն ինչը հիմնավորում, ապա երկար տարիներ կարծում եմ, որ մենք մոռացել ենք, որ կա նաև հանրային սեփականություն։ Եվ հանրությունը սա է դրական այս ամբողջ պատմության, որ վերջապես եկել է եւ տեր է կանգնում իր հանրային սեփականության։ Փոքր ավելացում, ծառը ընդհանրապես պետք չի վերևից կտրել, որ ծառը կյանք ունենա։ Արդեն երբ որ 30 սանտիմետր մտնում ենք ծառի արմատները հանում ենք, որ այնտեղ փաստացի տենց է, մենք ֆոտոներով ցույց ենք տվել, արդեն նշանակում է այդ ծառը չի ապրի։ Դա նշանակում է, որ ոտքերդ կտրեն, բայց դու վերևից դեմքդ երևա ու ասեմ, որ դու կապրես։ Արդեն ծառի արմատները հանել են։ Քիչ անց կանդրադառնանք այն գրագրությանը, որ քաղաքապետարանի հետ ունեցել եք, որի մասին ակնարկեց Վահրամը, բայց մինչ այդ մի այսպիսի հարց Մարիամ, մի կարծիքի վերաբերյալ, որով հանդես եկավ մասնավորապես ՀԿ խմբակցության падգամավոր Մանվել Բադայանը, ներողություն երկար մեջբերում է լինելու, նշեց, որ բողոքի այդ ակցիաները մի քանի շերտ ունեն։ Առաջինը, որ դրանք կազմակերպված եւ ուղղորդված են հերրու գնացող քաղաքական նպատակներով, ընդ որում կազմակերպված ոչ միայն հայաստանյան ուժերի կողմից, այլ ուղղորդված են արտասահմանից։ Մասնակիցների երկրորդ հատվածը իրոք բնապահպանական խնդիրներով մտահոգված ազնիվ մարդիկ են, այս կարկանդակը երրորդ շերտել ունի իսկ նրա եւ երրորդ հատվածում այն մարդիկ են, որոնց ինքը անվանել էր մարտնչող տգիտություն, մի խոսքով մեջներս նրա ազնիվ մարդիկ կան, բայց հիմնական զանգվածը նրանք չեն կազմում։ Ահա այս շերտավորմանը ինչպես եք վերաբերվում։ Ինչպես վերաբերում թե ինչ որ ուժ կա մեր հետևում, ապա դրանք տիեզերական ուժերն են, իսկ սա տարողը մեզ Աստվածն ինքն է եւ հանրությունը։ Դրսից ուղղորդված լինելու այս գրանտների դրամաշնորհների հետ կապված իրոք արդյոք այս բնապահպանական գոնե այն ակտիվիստները, որոնք ներգրավված են Մաշտոցի պուրակի պահպանման նախաձեռնության մեջ, ունեն որևէ դրամաշնորհ։ Գիտեք, բազմիցս են, հնչում այդ կոնկրետ գրանտակերներ, ձեզնից ձեզ սատարող ուժեր կա դրսից, թող մեկը մենակ ասի ով է, մենք էլ ուրախանանք, հասկանանք ով է մեզ օգնում, իսկապես օգնություն խնդրենք։ Ուղղակի մարդկանց մոտ դեռ չի հասունացել այդ գիտակցությունը, որ մարդ կամավոր, բարձրապես կամավոր, կարող է ինչ-որ բանի նվիրվի, զոհվի թեկուզ այդ բանի համար, չկա այդ գիտակցությունը մեր մոտ։ Դրա համար կարծում եմ, թե այսօր երիտասարդը կանգնել է այգում ու հանուն ծառի համար է պայքարում, անպայման պետք է ինքը գրանտակեր լինի, անպայման պետք է իրան դրսից սատարեն։ Ես կարծում եմ, որ ուրեմն սա երևի հետևանքն է այն տրամաբանության, որ գերիշխում է այդ կարծիքը արտահայտողների մոտ։ Ուրեմն մենք տեսնում ենք քաղաքապետարանի աշխատողներ, որոնք վիրավորական արտահայտություններով են հանդես գալիս քաղաքացիների հանդեպ, որոնք իրենց օրինական բողոքն են արտահայտում։ Հնչել է հակափաստարկ, որ դա արվել է ի պատասխան հնչած վիրավորանքի։ Հնչած վիրավորանքին ի պատասխան ես չեմ կարծում, որ պետական պաշտոնյան եւ քաղծառայողը պետք է վիրավորական արտահայտություններով հանդես գա եւ այն ենթադրությունը, որ ամեն ինչ կարելի անել միայն փող ստանալով կամ ինչ որ շահ ունենալով, արվում են այդ հայտարարությունները հենց նման մտածողություն ունեցող մարդկանց կողմից։ Այստեղ կանգնած է քաղաքացին, որը թողել է իր բուն գործը, աշխատանքը եւ վազում է այգի կատարելու քաղաքապետարանի պարտականությունները։ Մենք քաղաքացիներն ենք, եթե դա այդքան վախենալու է որոշ մարդկանց համար, քաղաքացին, որը գիտի իր սահմանադրական իրավունքը եւ իր օրենքները եւ եկել է պաշտպանելու այն։ Հիմա անդրադառնանք ձեր պնդումներին ի պատասխան, որ շինարարությունը ապօրին է, հակաօրինական է, բերվել են մասնավորապես այն պատճառով, որ չեն նախորդել հանրային լսումներ, այդպես է, չէ՞։ Չի ուսումնասիրվել հանրային տրամադրվածությունները Օրհուսի, նաև, այո։ Հիմա ես ուզում եմ մեջբերել այս կապակցությամբ հակափաստարկը։ Գլխավոր ճարտարապետն է նշել, որ քաղաքապետը օրենսդրությամբ իրավունք ունի այգում թույլատրել տաղավարներ, որոնց բնույթը սահմանված է։ Եվ այն իհարկե դրանց մեջ չի մտնում, ասենք, բջջային հեռախոսների խանութ կամ ասենք հագուստեղենի խանութ, բայց սրանի պատասխան Նարեկ Սարգսյանը ասել է, որ դեռ չգիտենք, թե այնտեղ ինչ է լինելու, հնարավոր է, որ բանակցենք այդ մարդկանց հետ, այդ ամբողջը լինի գրքերի վաճառքի տեղ եւ ոչ թե ասենք հագուստների վաճառքի տեղ։ Ուրեմն համոզիչ է ձեզ համար, հավատարժան է, որ դա կարող է դառնա, այսպես ասած, մի գրքերի խանութների, որ գրախանութները պակասում են Երևանից, չէ՞։ Գիտեք, սա ամենամեծ անհամարժեք պատասխանն է, քանի որ
Երևանը լինելով, հանդիսանալով գրքի համաշխարհային մայրաքաղաք, այն քաղաքն է, որտեղ Հայաստանի ազգային գրադարանի պատուհանների տակ բետոնե մի մեծ կառույց է կառուցվել եւ չնայած 20,000 ստորագրություններին 2 տարի առաջ հավաքված բոլոր մտավորականների ջանքերին այդ կառույցը մինչեւ օրս շարունակում է մնալ եւ խանգարել Հայաստանի ամենամեծ ընթերցասրահի գործունեությանը։ Այս պայմաններում ասել, որ այնտեղ դեռ չգիտենք ինչ է լինելու, հակասում է իրենցից փաստարկին, որ կան սեփականատերեր, որոնց մենք պետք է փոխհատուցենք։ Հիմա ասեք, եղբայր, սա թե նա, սա արդեն էժան պատճառաբանությունների եղանակ է։ Ես չգիտեմ, թե այդ պատերի հետևում մարդիկ ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում, բայց Նարեկ Սարգսյանը 3 ժամվա ընթացքում մեզ հետ հանդիպման ժամանակ ոչ մի օրինական փաստարկ չկարողացավ բերել, բայց մի կողմ թողնելով այս ամեն ինչը, քաղաքը պետք է շնչի, քաղաքը պետք է ունենա ազատ գոտիներ, քաղաքում պետք է մենք ունենանք վայրեր, որոնք մասնավորեցված չեն, որոնք մեր բոլորինս են, որտեղ մենք կարող ենք ուժեղանալ տեսնելով միմյանց, հանգստանալով, զբոսնելով մեկուսի եւ ուժեղացնելով մեր հասարակական համերաշխությունը։ Պատահական չի, որ մենք այլևս կապ չենք տեսնում մեր երկրի հետ, որտեղ չկա մեզ միացնող տարածքը եւ տեսեք, որ այդ քառակուսին, որ դատարկ էր մնացել, հիմա միավորում է մարդկանց։ Հիմա այնտեղ գալիս են շատ տարբեր մարդիկ։ Լսումների վերաբերյալ հենց Վարամի Սողոմոնյան նաև գրությանի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը նշել էր, որ քաղաքաշինության մասին օրենքի համապատասխան ընդունված կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման եւ հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը եւ որոշումների ընդունվանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգի գործողությունը տարածվում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի եւ դրանց բացակայության դեպքում կառուցապատման նախագծերի նոր կառուցվող քաղաքաշինական օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերի վրա։ Տվյալ դեպքում, քանի որ առկա են Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը եւ կենտրոն թաղային համայնքի գոտիավորման նախագիծը, որոնցով իրականացվող կառուցապատումը նախատեսված է եղել, հանրային քննարկման անհրաժեշտությունը բացակայել է։ Փաստորեն ձեր այն պնդումը, թե այս շինարարությունը խախտում է կամ հակասում է Երևանի գլխավոր հատակագծին, չի համապատասխանում իրականությանը։ Սա շատ ամփոյթ կերպով ձևակերպված փաստաթուղթ է իրականում եւ 1-ից 3 կետերը իրենք ուրեմն պատասխանել են 1 աբզացով, գրված է, որ Երևանի գոտիավորման նախագիծը փոփոխելու անհրաժեշտություն չի առաջացել։ Այնինչ բոլոր ճարտարապետները հիմա ասում են, որ գոտիավորման նախագծով արգելվում է այդտեղ որևէ կառուցապատում։ Եթե Նարեկ Սարգսյանն ասում է, որ 9% կառուցապատում է, ապա դա սուտ է, որովհետև կառուցապատված են այդ այգու նաև ճեմուղիները եւ մնացած հատվածները, եւ ճարտարապետների գերակշիռ մեծամասնությունը հիմնավորում է թե ինչ մեծ խախտումներով նաև ճարտարապետական տեսանկյունից թույլ է տրվել այս ամենը։ Այդ չասած, որ այսօր բարիկադներ են այնտեղ շարել, ուղղակի որ մեր ազատ տեղաշարժը սահմանափակում է։ Օրինակ ինչի համար է պետական գույքը այսօր օգտագործվում մասնավոր բիզնեսի համար, ու ինչ են ոստիկանները եկել, ումից են պաշտպանում կամ ինչն են պաշտպանում այսօրվա դրությամբ, եթե չի գնում շինարարական աշխատանքներ։ Ինչու են առավոտվանից երեկո ոստիկանները հսկում իրենց դուբինկաներով ու այդ բարիկադները գնալով շատանում է այդ տարածությունը իրենց ընդգրկված։ Գնդապետը պնդում էր, որ հենց ձեր անվտանգության համար է արվում, քանի որ ինչի համար են գալի, ես այսօր վիդեո եմ գնում եմ հարցում, ասում եմ հարցրեք իմ վերադասին, գնում ես էլի լռություն, ոչ մի բան չեմ պատասխանում։ Երևի զգուշանում են, որ կարող է դուք փորձեք այսպես ասած ապաբուցիկավորել տարածքը։ Ներխուժենք մեր այգի։ Միգուցե։ Ուրեմն եւս մի մեջբերում այդ քաղաքապետարանի պատասխանից եղի, որ վկայակոչված իրավական ակտերով սահմանված պահանջները վերաբերում են հիմնական շինությունների աշխատանքներին, մինչդեռ տվյալ դեպքում իրականացվում է ընդամենը ոչ հիմնական շինությունների տեղադրում եւ շարադրվածից հետեւում է, որ իրականացվող քաղաքաշինական գործունեությունը անօրինական համարելու եւ այն դադարեցնելու հիմքեր առկա չեն։
Արկա չեն ձեր կարծիքով թե ոչ։ Ոչ հիմնական շինարարությունը, այսինքն այն տաղավարները, եթե խոսանք, տաղավարները կրանով վերցվում դրվող նման կառույցների մասին է խոսքը, որ 30 սանտիմետր բետոնի ֆունդամենտ ես գցում եւ այդ կաֆեի դերը ասում է 30 միլիոն դրամ փող եմ ծախսում, դա չի կարա ոչ հիմնական լինի եւ չի կարա 2 տարով լինի, հա, դա փաստ է, այսինքն եթե մարդ 30 միլիոն ծախսում է 2 տարի հետո չի քանդի այդ ամեն ինչը, առհասարակ այդ կամ հաստ բետոնի ֆունդամենտ կանաչ տարածքի վրա չի թափի, էլի, այսինքն դա հիմնական կառույցը համարվում։ Անդրադառնանք նաև այն հայտարարությանը, որով այս շաբաթ հանդես եկավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ մասնավորապես դրա հետեւյալ մտքին։ Հստակ գիտակցում եմ, ես մեջբերում եմ, որ առանց սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության անհնար է որևէ զարգացում հանրային կարևորություն ունեցող ցանկացած խնդրի լուծում։ Դուք մերժում եք սեփականության իրավունքը։ Սեփականության իրավունքը իհարկե շատ կարևոր հարցադրում է, բայց սեփականության իրավունքը վերաբերվում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին եւ անհասկանալի է թե ինչու արաբկիրից կրպակները հանվում են կամ բյուզանդի կամ մյուս փողոցներից ոստիկանությունը հսկում է եւ իրականացնում է հանրային գերակաշ անվանման տակ այդ մարդկանց տեղահանությունը եւ մյուս վայրում պաշտպանում է ուրեմն բոլոր միջոցներով զորք է բերվում եւ գիշերը ուրեմն շինարարություն են ապահովում ծննդատան մոտ ինչ որ մարդկանց շահերն ապահովելու համար ես ասում եմ այդ մարդիկ եթե երևանցի են միթե այս ամեն ինչից հետո իրենք դեռ մնալու են իրենց տներում եւ շարունակելու են ձգտել այնտեղ բուտիկ ունենալ ասեք որ չենք ուզում հանրությունը դեմ է չենք ուզում Եվ սեփականությունը ես նոր ասեցի, ուրեմն մենք շատ կարևոր ենք համարում իհարկե զարգացման համար, բայց շատ կարևոր է հանրային սեփականությունը, հանրային գաղափարը, հանրային տարածքը, որին պաշտպանելու եկել են այդ մարդիկ այսօր այնտեղ, նրանք պաշտպանում են ամեն հանրային, այն որ մեր մոտ բողոքում են մարդիկ, որ չկա պետական մշակութային քաղաքականություն, չկա կրթական, այդ ամեն ինչը հանրային է, մենք ամեն ինչ անելու ենք եւ ես հուսով եմ, որ կշատանա այդ հոսքը, մենք կունենանք նոր միտք այդ տարածքում, միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ, գրողներ կգան տարբեր կարծիքներով, բայց միավորված ընդհանուր քաղաքացիական դիրքորոշման շուրջ։ Մի փոքրիկ ճշտում հնարավոր է, այս շաբաթ դուք չմասնակցեցիք հանրային խորհրդի նախաձեռնած քննարկում, իսկ մյուս շաբաթ ոստիկանությունն է ահա ինչ որ իրենց գործունեության օրինականության վերաբերյալ քննարկում նախաձեռնել։ Կարծես հենց քաղաքապետի այս հայտարարության մեջ էլ քննարկումների ինչ որ ակնարկ կար։ Արդյոք բնապահպանները մասնակցելու են ահա այս բոլոր քննարկումներին։ Մենք պահանջում ենք բաց հանրային լսումներ, մենք մեկ երկու հոգով չենք ուզում գնանք ինչ-որ փակ տաղավարներում զրուցենք իրենց հետ, այլ քաղաքացիները անկախ իրենց մասնագիտությունից, նաև մասնագետներ թող գան, թող բացենք այս հարցը ու հանրային լսում անենք, դրան մենք կողմ ենք, բայց այնց իմիտացիոն, հա, կազմակերպված ինչ-որ ոստիկանության կողմից կամ հանրային խորհրդի չէ։ Արդյոք իմիտացիոն էր, կարծես այս անգամ հենց նույն ոստիկանությունը մինչ այս չտեսնված, չլսված հանդուրժողականություն դրսևորեց, չնայած նախազգուշացումներին, որ ապօրինի գործողություններ է կանում, ուժ չի կիրառեց եւ այլն։ Արդյոք ոստիկանությունը հանդուրժեց այսինքն մեզ։ Դե ուշադրություն դարձրեք, որ նախորդ անգամները նրանք ցուցարարների հետ կապված, որոնց ինքնիրավչության վերաբերյալ մեղադրանքներ էին ներկայացրել, շատ ավելի կոշտ է եղել իրենց հակազդեցությունը, սա փաստ է։ Ախր մենք նախ ցուցարար չէինք, մենք մեր այգում կանգնենք մեր տարածքում, հանրային տարածքում կանգնենք։ Իրանք օրը ցերեկով այդքան հանրային հերոստանգերությունները կանգնած չէին կարող, չնայած իրանք երբ որ վերցրեցին այդ տարածքը ոստիկանության փակեցին, մենք 7 հոգի էինք այդ տաղավարում, 40 հոգով մեզ շրջապատեցին ու հանեցին։ Բռնի ուժով կանրավ։ Այդ պահին ոչ մեկ չէր նկարում։ Դրա համար հանեցին։ Իսկ այդ պահին որտեղ բնապահպաններից մեկը դժգոհում է, որ իր ձեռքը Ժամանակ որ մենք քիչ էինք, իրանք լավ շատ էինք, մոտ 80 հոգի էինք այդ տաղավարում, եւ օրը ցերեկ էր լույս աչքով, չէ։ Ոչ մեկ չէր պիտի գային մեզ հանեին, ծեծեին, թող կային ծեծեին, ոչ իվան իրանք գիտեք ինչ ասին, մենք հաղթեցինք, որով մենք ձեզ ընթարաճեցինք, դա ընթարաճում չէր։ Իրանք իրավունք չունեին մեզ հանեին։ Եվ զրույցի վերջում ես ուզում եմ անդրադառնալ այս շարժման ուղեկցող որոշակի, այսպես ասած, քաղաքական ենթատեքստին, եթե կարելի է,
Կան էլի այս տեսակ դժգոհություններ, մասնավորապես որոնք սոցիալական ցանցերում են արտահայտվում։ Ես մեկը ուզում եմ մեջ բերել, որ այսպես ասած փորձ է արվում մարտի 1-ի հանրահավաքից առաջ երկրորդ ֆրոնտ բացել, լարել կրքերը, ուսլացնել ուսանողության եւ պոպսայի, այսպես ասած, ներկայացուցիչներով եւ այլն։ Ապա քաղաքականացնելու, այսպես ասած, հասարակական ակտիվությունը կան այդպիսի մեղադրանքներ բնապահպանների նկատմամբ, սրան ոնց եք վերաբերվում։ Գիտեք ինչ, եթե հարցը վերաբերվում է մեր սահմանադրական իրավունքներին եւ մեր հանրային տարածքին, չեմ կարծում, որ այդ հարցը կարող է քաղաքական չլինել։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ այնտեղ հավաքված մարդիկ տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ են, եւ մենք պետք է բոլորիս հարգենք միմյանց, բոլորի քաղաքական համոզմունքները, չմերժելով քաղաքական համոզմունքները, կողմնորոշումները, բայց հիմք ընդունել, որ մենք առաջին հերթին քաղաքացիներ ենք բոլորս եւ այդ հարցի շուրջ ենք հավաքված։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկում այսօր հանդիպեցին բնապահպան ակտիվիստներ Եղիան Ներսիսյանը, Վահրամ Սողոմոնյանը եւ Մարիամ Սուխուդյանը։ Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը։